Բարի լույս սիրելիներ, որտեղ է թաքնված մեր կյանքի աղբյուրը, որտեղից ենք մենք սնվում։ Երբ նայում ենք մարդկանց, երբեմն թվում է, թե որևէ մեկը իր սնուցման աղբյուրը տեսնում է միայն գումարի մեջ, մյուսը տեսնում է իր աշխատանքի հաջողության մեջ, երրորդը ինչ-որ փառք է փնտրում մարդկանց մեջ եւ երբ արժանանում է իր փառքին, ուրեմն վերջ ինքը ապրում է։ Հավատացեք, որ այդ ամեն ինչը ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ դրանով չէ, որ մարդը ապրում է։ Մարդու փառքը ինչի նման է, ասում է թագավորը, խոտի նման է եւ կվերանա կգնա։ Գումարը ինչ է, այսօր կա, վաղը չկա եւ մնացած երևույթները այս կյանքում։ Մեր կյանքի աղբյուրը Տեր Աստված է, որտեղից սնվելով միշտ մնում ենք դրա մեջ։ Այդ մասին այսօրվա կարճ տողը Առակաց գրքի 14-րդ գլխից։ Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթից։ Ինչն է Տիրոջ հրամանը, սիրելիներ, Տիրոջ օրենքն է, Տիրոջ պատվիրանն է։ Հետևաբար, եթե մենք տեսնում ենք, որ Աստված է մեր կյանքի աղբյուրը, մենք իր օրենքն ենք վերցնում, իր պատվիրանն ենք վերցնում մեր կյանքի մեջ, որպեսզի այդ աղբյուրը միշտ լինի, որպեսզի այնտեղից մենք միշտ սնուցվենք։ Ուրեմն այսօրվա խորհուրդը Տիրոջ օրենքի պատվիրանի մասին է, այլ կերպ ասած, Տիրոջ հրամանի եւ նրա խոսքի։ Եթե ուզում ենք ապրել, ուրեմն Տիրոջ խոսքը մեր կյանքի մեջ պիտի ընդունենք։ Այլ տարբերակ չկա։ Մյուս բոլոր ապրումները ժամանակավոր են։ Ընտրությունը մերն է, իմը, ձերը, յուրաքանչյուր մեկինս։ Մենք ենք որոշում մեր ապրելու եղանակը։ Եվ եթե Տիրոջ խոսքով պիտի ապրենք, ուրեմն հավիտյան է մեր ապրումը։ Ապրեք հավիտյան, Տիրոջ խոսքը պահեք ձեր կյանքի մեջ, Տիրոջ հրամանին ականջ դրեք եւ գործեք, որպեսզի Տիրոջ փառքը ավելի երևա ձեր կյանքում։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։